Նիկոլ Փաշինյանի վերջին այսպես կոչված հարցազրույցը դարձավ քաղաքական աբսուրդի նոր գագաթնակետը։ Հայաստանի դեֆակտո ղեկավարը շուրջ 50 րոպե խոսեց մի խաղաղության համաձայնագրի մասին, որի բովանդակությունն այդպես էլ չհրապարակվեց։ Իրականում սա քաղաքական թատրոն էր, ուղղված ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ Փաշինյանի արտաքին պատվիրատուներին։ Իր ելույթում նա պնդում էր, թե հանրությունը տեղյակ է խաղաղության պայմանագրից, չնայած այդ փաստաթղթի բովանդակությունը մնում է գաղտնի։ Իրականում Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ որևէ զիջում չկա, մինչդեռ միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ հայկական կողմը լուրջ զիջումներ է կատարել։ Այս մասին բացահայտ խոսել են Գերմանիայի արտգործնախարարությունը, Եվրախորհրդանի բարձրաստիճան падգամավորները եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Փաշինյանի ամենավտանգավոր հայտարարությունն այն էր, որ միակողմանի պարտավորություններ տեքստում չկան։ Սակայն հաշվի առնելով նրա վարած քաղաքականությունը, պարզ է դառնում, որ երկկողմ պարտավորություններ իրականում Հայաստանի կողմից արված միակողմանի զիջումների հերթական շարքն է։ Ավելին, Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային դատարաններ դիմելը խաղաղություն հաստատելու միջոց է։ Սա միջազգային իրավունքի եւ արդարադատության գաղափարի բացահայտ աղավաղում է։ Միջազգային ատյանները արդարության եւ պատասխանատվության վերականգնման համար են, ոչ թե Փաշինյանի պատկերացրած խաղաղության հաստատման։ Հականշական էր նաեւ Փաշինյանի դիրքորոշումը ԵՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ։ Իր ելույթում նա փաստացի ընդունեց Ադրբեջանի դիրքորոշումը, անտեսելով Մինսկի խմբի իրական մանդատը, որը վերաբերվում է Արցախի հարցին, այլ ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Մինչդեռ Շվեյցարիայի խորհրդանի վերջերս ընդունած բանաձևը հստակ ընդգծում է, որ Արցախի հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի ինքնիշխանությունից, փորձելով համոզել հասարակությանը, թե իր ղեկավարության օրոք Հայաստանը աննախադեպ ինքնիշխան եւ ազատ է։ Մինչդեռ իրականում հենց նա է Հայաստանի ինքնիշխանությունը հասցրել պատմական նվազագույնի, միաժամանակ ոչինչ չանելով երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար։